Վերին բազմաբերդ գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից 40 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Բարերար Գագիկ Բադալյանը ընտանիքի անդամների և համագյուղացիների հետ միասին այցելեց Վերին բազմաբերդում գտնվող իրենց նախնիների շիրիմներին։ Հայրենական մեծ պատերազմում զոհերի հիշատակի հուշարձանի մոտ մեծից փոքր ծաղիկներ խոնարհեցին զոհերի շիրիմներին։ Բադալյան Գագիկի խոսքով իրենց բարի գործունեությունը պետք է օրինակ լինի այսօրվա սերունդին։ Թալինի բազմաբերդ գյուղում գտնվելը ուխտագնացություն է։ Եկել ենք մեր սրբավայրեր, եկել ենք մեր նախնիների գերեզմաներին։ Մեր այս արարքը պետք է լինի նաև օրինակ մեր փոքրերի, թոռների։ Ողջունում եմ ձեզ։ Մենք այսօր գտնվում ենք Թալինի շրջանի Մեծաձոր համայնքում, որտեղ կառուցված է կզու աղջիկ մատուռը։ Մատուռը ունեցել է երկար ժամանակների ավանդույթ պատմություն, սակայն որպես այդպիսին շինություն չի ունեցել։ 2020 թվականին իմ ընտանիքի կողմից մեր հնարավորությունների եւ մտածածի չափով այս մատուռը կառուցվեց։ Հետագայում մատուռը եւ սրբավայրը ժողովրդի կողմից շատ ընդունելի եղավ եւ արարքը վարակիչ դրական իմաստով։ Ժամանակի ընթացքում տեղադրվեցին բազմաթիվ խաչքարեր նվիրված 44-օրյա զոհերին, նվիրված բոլոր ժամանակների եւ այլ իմաստով խաչքարեր ունեցանք մենք տվյալ տարածքում։ Մատուռը համարվում է Սուրբ Հովհաննես մատուռի քույր մատուռը ըստ ավանդույթի եւ ունի բավականին հզոր ուժ եւ ժողովրդին հավատքատեղի է հանդիսացել։ Բազմաթիվ ուխտագնացներ գալիս են այստեղ իրենց հավատքով մոմը վառում եւ աղոթն անում առ Աստված։ Այսօր հավաքված ենք Բադալյան ընտանիքի կողմից կառուցված խաչքարի բացման արարողությանը։ Բադալյան ընտանիքը իրենց հնարավորություններով եւ մտածածով նվիրել են խաչքար 44-օրյա զոհերին։ Ծնունդոն Վերին բազմաբերդի բարերար Գագիկ Բադալյանի նախաձեռնությամբ Թալինի շրջանի Մեծաձոր բնակավայրի կղզու աղջիկ աղոթատեղի տարածքում բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարը։ 44-օրյա պատերազմում զոհված մեր ազատամարտիկների հիշատակին սա լոկ պատվի համար չի դրած, այլ սրբազան պարտք է բոլորիս, որպեսզի մենք հիշենք մեր հերոս տղաներին, որոնց կյանքի գնով, արյան գնով այսօր մենք ունենք Հայաստան աշխարհ։ Սա դարձել է ուխտատեղի եւ ամեն մի հայ մարդ պետք է հիշի, մեծարի եւ այս հերոսական արարքը, որ կատարել են մեր տղաները, փառաբանվի եւ արժեքավորվի։ Այսօրվա քայլը մեծարգո եւ հարգարժան Բադալյան Գագիկի կողմից իրականացված թող լինի վարակիչ, որովհետեւ սա ազգային ինքնության, ազգային դրսևորման եւ ազգապահպան կարևոր քայլ էր։ Մենք ավելի կրտսեր սերնդի ներկայացուցիչներս հանձն ենք առնելու, որպեսզի մեր ավելի փոքր սերնդակիցներին պատմելու, ասելու շատ բան ունենանք։ Սա խոնարհման եւս մեկ անգամ մեր զոհված զինվորներին 44-օրյա պատերազմում նահատակված տղաներին մեկ անգամ եւս խոնարհվելու եւ շնորհակալություն հայտնելու լավագույն օրինակներից մեկն էր։